Սիրելի հայրենակիցներ, անչափ կարևոր օրենքի նախագիծ է քննարկվում, որը առնչվելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, բայց պետք է ցավով արձանագրեմ, որ միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումներին, անորոշություն բառն է։ Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն մեկ ամիս հետո հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղեցույցներ, չկա բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման եւ բուժման միասնական մոտեցումներ։ Նման անորոշություն կա նաև այսպես նոր ձևավորված հիմնադրամի տեսանկյունից, որովհետև հիմնադրամը դեռևս գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ խոշոր հիմնադրամ, որ վերահսկելու է այս ամբողջ գործընթացը, բայց այդ հիմնադրամը դեռ չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ հիմնադրամը հունվարի 1-ից պետք է աշխատի, բայց ան դեռ չկա, կառուցվածքը չկա, գործառույթները չկան, աշխատակարգը, կանոնակարգը գոյություն չունի։ Հետևաբար, անորոշություն քաղաքացիների համար, որովհետև չգիտեն ինչ ծառայություններ են ստանալու, անորոշություն բժշկական հաստատությունների համար եւ անորոշություն այն հիմնադրամի կողմից, որ չգիտի թե ինչպես է կառավարելու այս ամբողջ գործընթացը։ Հիմա ամբողջ քննարկումների ընթացքում ես առաջարկում էի, որպեսզի շեմը սահմանվի ոչ թե 65 տարեկանից սկսած, այլ 63 տարեկանից, որովհետև ես չգիտեմ, թե օրինակ 64 տարեկանը ինչպիսի այլ երաշխիքներ ունի, որ օրինակ կարողանա իր առողջությունը ապահովագրել։ Այսինքն 64 տարեկան եւ 65 տարեկանի միջև տարբերությունը ո՞րն է, որ դուք մտածել եք, որ պետք է 65 տարեկանից սկսած վերցնել։ Ես գրավոր առաջարկ եմ ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցում, որպեսզի ներառվեն բոլոր 63 տարեկանից սկսած մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հիմա գալով թե իրականում ինչ ծառայություններ են նախատեսված, Տիկին Ավանեսյան, սա հիմնական հարցն է։ Բայց ես ցավով պետք է արձանագրեմ, որ հերթական անգամ դուք բացի ընդհանրական ձևակերպումներից ավելի հստակեցումներ չեք տալիս։ Օրինակ ես ինձ մոտ ունեմ սոցփաթեթի համար նախատեսված ծառայությունները, իրենց անուններով, դիմացը գրված է գնացուցակը, պայմանական թոքի էխինոկոկի հեռացումը արժե 320,000 դրամ։ Այս ծրագիրը մշակելիս առաջին բանը, որ պետք է արվեր, նման ցուցակ ձևավորելն էր։ Հիմա տեսեք, քանի անգամ ենք հարցնում, այդ ցուցակը կա, չկա։ Հանձնաժողովի նիստի քննարկման ժամանակ ասում եք աշխատել ենք եւ աշխատում ենք։ Ախր սա առաջին բանն էր, որ պետք է ավարտված լիներ, դրանից հետո ամբողջ գործընթացը շարունակվեր եւ դեռ չկա։ Հաջորդ կարևոր փաստը, որ պետք է արձանագրել։ Ուրեմն այսօր սոցփաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացին վճարում է 36,000 դրամ։ Այս ապահովագրության շրջանակներում վճարելու են մոտավորապես 130,000 դրամ։ Հիմա ես որպես ազգային ժողովի պատգամավոր պարտավոր եմ, չէ՞, վերցնել այս ցանկը, որ մարդ վճարում է 36,000 դրամ եւ տեսնում է իր առաջ ինչ ծառայություններ կան եւ փորձել հասկանալ, եթե 100,000 դրամով ավելանում է վճարը, մարդու վրա դրվում է պարտավորություն, լրացուցիչ 100,000 դրամ վճարելու, բայց չհասկանանք այդ 100,000 վճարի դիմաց ինքը ինչ ծառայություն է ստանալու։ Սա ֆունդամենտալ հարց է, որը դուք այսպես բարեհաջող ձևով շրջանցեցիք, որը ամենամեծ անորոշությունն է ստեղծում մեր ժողովրդի մոտ։ Օրինակ, երբ խոսում է էնդոպրոթեզի մասին, էնդոպրոթեզի համար ասում եք նախատեսում է, էդ էլ իմ հարցու պատասխանի արդյունքում դա հասկացանք, որ 600,000 դրամ է նախատեսվելու էնդոպրոթեզի համար։ Տիկին Ավանեսյան, որակյալ բան ստանալու համար, այսինքն որակյալ էնդոպրոթեզ ունենալու համար, առնվազն պետք է 1 միլիոն։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ որ ասում եք ժողովուրդ ջան գնացեք, հանգիստ է ծառայություններից օգտվեք, ակնհայտ է, չէ, որ լրացուցիչ շատ խոշոր բեռ դրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, չնայած նրան, որ ասում եք մենք ամեն ձև փայլուն անելու ենք դա։ Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ արձանագրել, հերթական անգամ հիմնադրամների խնդիրն է։ Սիրելի հայրենակիցներ, այն կառավարությունը, որը հիմնադրել էր անիվ հիմնադրամը եւ որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել ազգային ժողովի պատգամավորներին ասում է հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի։ Մենք չգիտենք ով է կառավարելու, ինչ կանոնադրությամբ է կառավարելու, որևէ բան հայտնի չի մի հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ։ Պատկերացնում եք այս ամբողջ աբսուրդը, եթե դուք պետքա հիմնադրամը ձևավորեիք օրենքի նախագիծ ընդունումից հետո, Տիկին Ավանեսյան, 2 ամիս առաջ բերեիք։
3 ամիս առաջ բերեիք, հիմնադրամը ձևավորվեր եւ հետո հունվարի 1-ից կարողանայիք նորմալ սպասարկում իրականացնել, դա էլ չեք արել։ Հաջորդը պոլիկլինիկաների եւ առաջնային օղակի ծանրաբեռնվածության հարցն է, Տիկին Ավանեսյան, ես խոսել եմ տարբեր պոլիկլինիկաների աշխատողների հետ եւ միարժեքորեն ասում են, որ իրանք չգիտեն իրենց ինչա սպասվում։ Այն ծավալը, որին իրենք առերեսվելու են հունվարի 1-ից, իրենք նույնիսկ չեն պատկերացնում։ Ինչ եք արել այս ուղղությամբ։ Հերթերը, որպեսզի չլինեն այնքան, ինչքան հիմա են կամ կավելանան։ Բուժքույրերի աշխատավարձերի բարձրացում, վերապատրաստումներ, դա խոշոր ծրագիր է, որ պետք է իրականացվեր, բայց ես ում հետ խոսում եմ, մարդիկ չգիտեն իրենց ինչ է սպասվում։ Կրկնում եմ, միակ բառը, որ բնորոշում է այս ամբողջ գործընթացը, անորոշությունն է։ Եվ մի հարց էլ իրականում նաև այս ամբողջ գործընթացը ես հասկացա, որ հիմնական կայքը, որ սպասարկելու է Արմեդն է, եւ ես ունեցել եմ հնարավորություն իմ մտահոգությունը ձեզ փոխանցելու, որ այդ կայքը, որով մի ամբողջ ժողովուրդ պետք է հետևի, թե իրեն ինչ է սպասվում, իսկապես չի կարողանալու նորմալ սպասարկում իրականացնել։